Իրան-Ադրբեջան հարաբերությունները մի քանի օր է լարված են։ ԱԹՍ-ներ Նախիջևանում զգուշացումներ, սպառնալիքներ, փոխադարձ մեղադրանքներ։ Նույն այդ ժամանակահատվածում Սյունիքի մի շարք բնակավայրերում լսված հրետակոծությունների ձայները որոշ վերլուծաբաններ կապեցին մեր հարևան երկրների միջև տեղի ունեցած զինված բախումների հետ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով Ադրբեջանում պայթած ԱԹՍ-ները Իրան ներթափանցած քրդերի ձեռքի գործն են։ Նպատակն էլ Բաքվի կողմից ճակատ բացելն է։ Իմ կարծիքով դրանք եղել են այդ քուրդ ապստամբներին չեզոքացնելու գործողությունների կրակոցները, որոնք որ դուք հավանաբար լսել եք։ Դա իմ կարծիքն է, որովհետև սահմանային, եթե որևէ գործողություններ տեղի ունենային, անպայմանորեն դրանք առաջին հերթին հենց Ադրբեջանի կողմից կվարսաձանվեր։ Ես կարծում եմ դրանք Իրանի տարածքում են տեղի ունեցել եւ ներթափանցած որոշակի պարտիզանական խմբերի վերացման աշխատանքներն են եղել։ Մի քանի օր առաջ եւս պաշտոնական Իրանը հայտարարեց, որ ապստամբ քրդերի ներթափանցումը, որը որ հավանաբար տեղի է ունեցել, իրենք այդ գործողությունների համար որոշակի գործողություններ են իրականացնում, այսինքն հակապարտիզանական գործողություններ են իրականացնում, որովհետեւ այդ տարերին վերացնեն։ Իրանն ու Ադրբեջանն ունեն 689 կիլոմետր սահման։ Ցամաքային ներխուժման համար սա Իսրայելին ամենաձեռնտու ուղղությունն է։ Փորձագետի ներկայացմամբ ակնհայտ է, որ նման սցենար քննարկվում է։ Կարծես թե Ադրբեջանը դեմ չի այս սցենարին, այլապես ինքը, եթե դեմ լիներ, թե Իրաքյան Քրդստանի ղեկավարի, թե Թուրքիայի օրինակով իրենք հայտարարություն կտարածեն, որ չեն խառնվում այս գործողություններին եւ ցամաքային, ասես նկրտումները կամ ախորժակը կփակվեր միանգամից Իսրայելի եւ ԱՄՆ-ի։ Բայց այս դեպքում հակառակն է, հայտարարությունները թե Բաքվի բռնապետի մակարդակով եւ թե ընդհանրապես Ադրբեջանի ցանկացած գերատեսչության մակարդակով խոսում են նրա մասին, որ իրենք այսպես հոխորտում են, իրենք ռազմատենչ հայտարարություններ են կատարում, որ պատասխան կտան, որ անպատասխան չեն թողի։ Դա խոսում է նրա մասին, որ իրենք դեմ չեն։ Ադրբեջանն այստեղ առաջ է տանում իր շահերը։ Հաջողված ցամաքային գործողությունները կարող են լուծել Ադրբեջան-Նախիջևան ուղիղ կապի հարցը, նաև հագուրտ տալ Բաքվի տարածքային նկրտումներին, բայց ադրբեջանցիներն այնքան էլ կողմնակից չեն նոր պատերազմի։ Չմոռանանք, որ Արցախյան պատերազմից հետո շատ մեծ բողոքի ալիք է առաջացել Ադրբեջանում կապված տարածքների վերաբնակեցման հետ եւ ընդհանրապես Թալանի վերաբաշխման հետ։ Եվ այնտեղ միշտ ասում են, չէ, պատերազմից հետո որ օկուպանտները քաղում են նրանք, ովքեր որ չեն կռվել։ Եվ ընդհանրապես պետք է ասեմ, որ հատկապես այն տարածքները, որոնք որ գտնվում են սահմանակից, ավելի սահմանակից Իրանին, իրենք ավելի շատ հակված են խաղաղության։ Ադրբեջանում լավ են հասկանում ռիսկերը, դրա համար էլ քննարկվող պլանում կդիտարկվեն 44-օրյայի ընթացքում Ադրբեջանին անցած Արցախի հարավային շրջանները։ Դրանք բնակեցված չեն եւ հարմար են մարտական գործողությունների համար, ասում է Կարեն Հովհաննիսյանը։ Ես ուզում եմ նաև շեշտել, վերադառնալ երեկոյան տարածված Իրանի հայտարարության վրա, որտեղ որ Իրանը ասում է իր խոսույցում՝ մի թիրախավորեք Ադրբեջանի ժողովուրդը ձեր քայլերով, այսինքն ուզում է ասել, որ ոչ թե այն տարածքներն է թիրախավորելու Իրանը, որտեղ որ անմարդաբնակ է, այլ այն տարածքները, որտեղ որ բնակեցված է։ Կարեն Հովհաննիսյանի ներկայացմամբ Իրան ներթափանցելուն Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան այնքան էլ դեմ չէ։ Թուրքերը ցանկանում են տեսնել թույլ Իրան, բայց Անկարան այստեղ շահերի բախում է նկատել։ Դրա համար էլ նվազագույնի է հասցրել իր մասնակցությունը։ Պատճառը սահմանին մոտ ապրող քրդերի ներգրավումն է։ Այստեղ արդեն նախադեպը եղել է Թուրքիայի համար 2015-16 թվականներին բռնկվել է քրդական անկախության այդ պայքարը եւ նույնիսկ Հակարի նահանգը հռչակվել է որպես անկախ պետություն քրդական իր մայրաքաղաք Հակարիով եւ այստեղ թուրքերը օգտագործեցին ծանր զենտեխնիկա ճնշելու այդ պայքարը։ Մի խոսքով իրենք ունեն նախադեպը քրդական գործոնի, որ կարող է իրենց դեմ դուրս գալ։ Դրա համար այսպես ասենք սխալի պատճառով, ամերիկա-իսրայելական այս սխալի պատճառով թուրքերը կտրականապես հրաժարվել են իրենց ցամաքային տարածքը, որտեղ որ քրդեր են բնակվում, տրամադրել, որպեսզի Իրանի վրա հարձակում լինի։ Իրադարձությունները զարգանում են մեծ թափով, թե ինչ կորոշեն Բաքվում դժվար է ասել, բայց այն, որ Ադրբեջանին ցանկանում են ներքաշել պատերազմի մեջ, ակնհայտ է, ամփոփում է փորձագետը։